ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է սկանդալային Էփշթեյնի գործով նյութերի ամենամեծ հավաքածուն։ 3 միլիոն էջ փաստաթուղթ, 2000 տեսանյութ, 180,000 պատկեր։ Բիլ Գեյթսից մինչև Իլոն Մասկ, Գուգլի համահիմնադրից մինչև Չելսի ֆուտբոլային ակումբի սեփականատեր։ Իսկ ով է Էփշթեյնը։ Նա ձևավորել էր էլիտար սոցիալական շրջապատ եւ հավաքագրել առնվազն 1000 անչափահաս աղջիկների եւ կանանց, որոնք ենթարկվել են բազմակի սեռական բռնությունների եւ բռնաբարությունների նրա եւ նրա հետ կապված անձանց կողմից։ 2000-ականների սկզբին սկսվեց ակտիվ քննվել Էփշթեյնի գործը։ 2008-ին նա դատապարտվեց, իսկ 2019-ին ըստ պաշտոնական վարկածի բանտում ինքնասպան եղավ։ Մայքլ Ջեքսոնից մինչև Պուտին, Մակրոն ու Թրամփ հրապարակված նյութերում հիշատակվում են թագավորական ընտանիքի անդամների, միլիարդատեր բիզնեսմենների անուններ, առկա են նկարներ։ Օրեր առաջ այս անունների կողքին նոր անուններ են հայտնվել՝ Բիլ Գեյթս, Իլոն Մասկ, Ռիչարդ Բրենսոն, Գուգլի համահիմնադիր Սերգեյ Բրին, Չելսի ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թոդ Բոելի։ Էլեկտրոնային նամակներից մեկում նշվում է, որ Բիլ Գեյթսը սեռավարակ է ձեռք բերել Էփշթեյնի հավաքույթներից մեկում։ Գեյթսը հերքել է բոլոր մեղադրանքները։ Նշվում է նաև, որ Էփշթեյնը Մասկին ևս հրավիրել էր իր անձնական կղզի։ Մասկը հայտնել է, որ մերժել է հրավերները։ Փաստաթղթերի նոր խմբաքանակում Պուտինի անունը հիշատակվում է 1055 անգամ։ Ռուսաստան բառը հանդիպում է 5876 անգամ։ Դոնալդ Թրամփի անունը հիշատակվում է 3200 անգամ։ Իսկ Նորվեգիայի թագաժառանգ Մեթե Մարիտը օրինակ ափսոսանք է հայտնել Էփշթեյնի հետ իր շփման համար, ասելով, որ դա պարզապես ամոթալի էր։ Չնայած կան նամակագրություններ, լուսանկարներ կամ անվան հիշատակումներ, դեռևս չկան ապացույցներ, որ նրանք մասնակից են Էփշթեյնի սեռական հանցագործություններին եւ մարդկանց թրաֆիքինգին։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է սեռական հանցագործությունների 47 զոհերի անուններ ու մերկ լուսանկարներ, որոնց մեծ մասը ենթադրվում է եղել են անչափահաս բռնության պահին։ Մինչդեռ The Telegraph-ը նշում է, որ հրաման էր եղել այդ տվյալները չհրապարակել։ Ի դեպ, կիրակի Լոս Անջելեսում անցկացվող Գրեմի մրցանակաբաշխությանը հաղորդավար Թրևոր Նոան կատակել է անդրադառնալով Թրամփին եւ Էփշթեյնին։ That is a Grammy that every artist wants, almost as much as Trump wants Greenland. Which makes sense, I mean, because Epstein's island is gone, he needs a new one to hang out with Bill Clinton, so... Թրամփը արձագանքել է Նոային նշելով, որ երբեք չի եղել Էփշթեյնի կղզում։